Դպրոցական դահլիճը լեփլեցուն էր, ուսուցիչները, մարտական ընկերներն ու հարազատները հիշում էին մի մարդու, ով թվում է կարճ կյանք ունեցավ, բայց կարողացավ մեծ հետք թողնել, առաջնորդ դառնալ սերունդների համար, սովորեցնելով մարտնչել, պայքարել ոչ թե հանուն փառքի, այլ հանուն հայրենիքի, լինել անշահ ու զոհել նույնիսկ ամենանվիրականը՝ կյանքը։ Ես գլուխ եմ խոնարհում բոլորի առջև, ովքեր այսօր չկան, որոնք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց որոնց անունները հիշվում է և կհիշվի դարեդար։ Հայկ Բալասանյանն ապրեց մի սովորական կյանք, լավ զավակ էր, ընկեր, ուշիմ աշակերտ, իր հասակակիցների նման բազում երազանքներ ուներ։ Աշակերտները դրանց մասին այսօր նրա օրագրի էջերում են կարդում, երազում էր այնպիսի գործեր անել, որ մի օր իրեն էլ հիշեն։ Ու այդպես տնօրինեց Բարձրյալը։ 1988-ից հետո նրա բոլոր երազանքները ստորադասվեցին մեծ գաղափարին ու ծնվեց այն մեկը, հանուն որի կարելի էր չխնայել ոչինչ։ Ու Հայկը չխնայեց 1992 թվականի հունիսին Յուլապլուի ճակատում զոհվեց շատերի կյանքի երաշխավորը դառնալով։ Նրանցից մեկն էլ մանկության ընկերն ու դասընկերն էր, անկախ Արցախի մերօրյա վարչապետ Արա Հարությունյանը։ Խոստովանում է, պարտավորված է ապրել նաև ընկերոջ փոխարեն։ Ցավում եմ, որ այսօր Հայկը մեզ հետ չի քայլում այս ազատ երկրում, Հայկը այսօր մեզ հետ չի մասնակցում մեր մյուս պայքարին, պետականաշինության, որովհետև նա իր գլխավոր պարտականությունը կատարեց կյանքի գնով։ Այսօր նոր սերունդը ինչ է հայրենիքը հարցի պատասխանը Հայկի և մյուս նահատակների կենսագրությանը ծանոթանալով է գտնում, հայտարարելով հայրենիքը ես եմ, ընկերս է դուք, նահատակներդ եք։ Երեխաներին էր ուղղված Հայկի հոր Սաղաթել Բալասանյանի մաղթանքը։ Ես կցանկանամ մեր բալիկների գլխավերը միշտ կապույտ երկինքն է, խաղությունն է, թող Աստված միշտ մեր Արցախյան աշխարհի խաղության մեջ ապրի։ Հայկ Բալասանյանի անվան դպրոցի տնօրինությունը իրենց հերոս աշակերտի 40-ամյակի կապակցությամբ մրցույթների միամսյակ էր հայտարարել։ 3 պարգևատրվեցին այն աշակերտները, ովքեր հաղթող են ճանաչվել նկարների, շարադրությունների, ասմունքի, պատիթերթի եւ այլ մրցույթներում։ Պատվոգրի արժանացան եւ ամենաակտիվ դասարանը եւ Հայկին նվիրված առյուծ քանդակի հեղինակ Սլավա Հայրապետյանը։ Լուսինա Ավանեսյան, Մերժա Մարտիրոսյան, օր։